Բարի երեկո արգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Բարի երեկո, պարոն Կոնջորյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Պարոն Կոնջորյան, տեսեք, ունենք մի իրավիճակ, երբ պատերազմի մեջ են մի կողմից մեր հարևան բարեկամ երկիրը, Իրանը, մյուս կողմից մեր գործընկերը Միացյալ Նահանգները։ Այս դեպքում Հայաստանը ինչպես դիրքավորվի, որ չլինի որևէ մեկին կողմ կամ դեմ։ Հայաստանի դիրքորոշումը, ինչպես առիթ ունեցել ենք արդեն մշտապես ասելու, բնականաբար խաղաղությունն է եւ միտված է խաղաղությանը, խաղաղության շուտապույտ հաստատմանը եւ այդ թվում անվտանգության խորհրդի նիստից հետո տարածված հաղորդագրության մեջ անվտանգության խորհուրդը եւս հույս էր հայտնում, որ շուտապույտ խաղաղությունը կհաստատվի մեր տարածաշրջանում։ Դուք գիտեք, որ մենք ունենք շատ կարևոր ծրագրեր եւ նպատակներ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության հաստատման եւ սա մեզ համար չափազանց կարևոր է մեր պետության անվտանգության, հարատևության ապահովման տեսանկյունից տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը առանցքային նշանակություն ունեն եւ մենք հավատարիմ ենք բնականաբար խաղաղության օրակարգին ընդհանուր տարածաշրջանում եւ կրկնում եմ, որ մեր դիրքորոշումը խաղաղության շուտապույտ հաստատումն է եւ հույս ունենք, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք լարվածության թուլացում եւ բոլոր հարցերի կարգավորում դիվանագիտական ճանապարհով։ Եթե պատերազմը այնուամենայնիվ շարունակվի, որովհետեւ դրա համար այսպես ասած նաեւ նախադրյալներ կան, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է, որ հնարավոր է նույնիսկ ցամաքային զորքեր ներգրավել Իրանի դեմ պատերազմում։ Այս դեպքում ռիսկեր չեք տեսնում, որ Երևանի շանսերը երկու հակամարտող կողմերի միջև մանևրելու շանսերը կքչանան։ Տեսեք, երբ մեր շուրջը կա լարվածություն, երբ կան ռազմական գործողություններ, բնականաբար դրանք բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար կարող են ստեղծել ռիսկեր, դա հասկանալի է եւ դրանք կարող են սկսած, ասենք, հումանիտար հարցերից, մենք գիտենք, որ Հայաստանի մի շարք քաղաքացիներ, օրինակ պայմանավորված այս վերջին իրադարձություններով տարբեր երկրներում նաև Հայաստան վերադառնալու խնդիր ունեն, այսինքն հարցերը շատ տարբեր են, ռիսկեր բնականաբար կան, դրա համար մեր դիրքորոշումը, նորից եմ կրկնում, խաղաղության շուտապույտ հաստատումն է եւ Հայաստանն էլ անշուշտ այս փոթորկահույզ աշխարհում փորձում է դիրքավորվել այնպես, որպեսզի կարողանա մաքսիմալ իրագործել սեփական պետական շահը եւ մենք որպես երկիր, որը երկար ժամանակ ուրեմն զգացել է կոնֆլիկտի ու պատերազմի բացասական կողմերը, հանդես են գալիս այդ կոնֆլիկտների ցանկացած կետում աշխարհի եւ մասնավորապես մեր տարածաշրջանում կոնֆլիկտերի հաղթահարման եւ խաղաղության շուտապույտ հաստատման դիրքերից։ Եթե պատերազմը շարունակվի, մենք տարածաշրջանում բազմաթիվ ծրագրեր ունենք, այդ թվում Թրամփի ուղին, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը, հնարավոր չեք համարում, որ այս Սյունիքով անցնող ճանապարհի թրիփի գործարկումը կարող է հետին պլան մղվել։ Ես կարծում եմ, որ մեր ծրագրերը, այն ծրագրերը, որոնք որ մենք սկսել ենք Միացյալ Նահանգների հետ, այն ընթացքը, որ մենք ունենք նաև Ադրբեջանի հետ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաբլոկավորման, այն գործընթացը, որ ունենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ես կարծում եմ, որ այս բոլոր ծրագրերը պատշաճ կերպով իրականացվելու են եւ նպաստելու են ընդհանուր առմամբ հենց տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, որովհետեւ այս ծրագրերը բխում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերից, բոլոր։ Մենք բազմիցս ենք ասել, որ մասնավորապես օրինակ խաղաղության խաչմերուկ ծրագիրը հանդիսանում է կարող է լինել շահեկան նախագիծ ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար, այդ թվում նաև TRIP-ը, որը չափազանց կարևոր նախագիծ է, եւ մենք լիահույս ենք եւ աշխատելու ենք այս ուղղությամբ, որպեսզի այս ուրեմն նախագիծը օր առաջ կյանքի կոչվի, աշխատանքները տարվում են, այս պահին այդ աշխատանքները ավելի կազմակերպչական, իրավական պրոցեսների կազմակերպության ստեղծման իրավական պրոցեսների փուլում է եւ ես վստահ եմ, որ մենք առաջիկայում արդեն ունենալու ենք գետնի վրա շատ կոնկրետ աշխատանքներ։
Մինչև գետնի վրա կոնկրետ աշխատանքներ ունենալը, տեսեք, հիմա ավելի շատ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, բայց նաև Սյունիքում օրինակ լսվում է պատերազմի ձայները։ Այս պայմաններում Միացյալ Նահանգները կամ Հայաստանը այդ հատվածում ներդրումներ կանի։ Գիտեք, ես նախ այդ լուրը, որ տարածվեց եւ ավելի շատ հիշեցնում էր նաեւ քարոզչական պատերազմի բնորոշ գծեր, որ ահա տեսեք Սյունիքում լսվում են պատերազմի ձայներ եւ որոշ շրջանակներ նորից սկսեցին հանրությանը ահաբեկելու փորձեր անել, ես նախ դրան շատ լրջագույն կասկածով եմ վերաբերվում, թե այդ ինչ ձայներ են լսվել եւ կոնկրետ խմբեր ինչպիսի ներկայացում են փորձել ստանալ դրանից, բայց նորից եմ ես ասում, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետությունում բնականաբար մենք ամեն բան անում ենք ստեղծելու լավագույն պայմանները միջազգային ներդրումների համար, տարածաշրջանային խաղաղության հաստատումը մենք տեսնում ենք, որ արդեն գետնի վրա իրողություն է, մենք տեսնում ենք, որ Հայաստանը հենց այս ընդհանուր լարվածությունների պայմաններում Հայաստանը բացառիկ հանգիստ եւ խաղաղ վիճակում գտնվող երկիր է եւ ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր այցեքարտ է աշխարհի համար եւ այդ թվում մեր գործընկեր երկրների ու Միացյալ Նահանգների համար Հայաստանում ներդրումներ անելու եւ վստահ եմ, որ եւ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները շարունակելու են ակտիվորեն աշխատել այս բացառիկ ծրագրերի իրականացման համար։ Եթե այնուամենայնիվ այս պատերազմը շարունակվի եւ մեզ համար ոչ այնքան ցանկալի սցենարով գնա, Հայաստանը պատրաստ է հումանիտար օգնություն տրամադրել հարևան երկրին, նաեւ օրինակ ընդունել ներգաղթյալների։ Գիտեք, Հայաստանը բնականաբար տարբեր առիթներով միշտ կանգնած է եղել իր հարևանների կողքին, լինի դա բնական աղետներ, լինեն դրանք կոնֆլիկտներ եւ այլ հումանիտար ճգնաժամեր եւ եթե անհրաժեշտությունը լինի եւ եթե Հայաստանը ի վիճակի լինի կարողանա այս կամ այն հարցում աջակցել հարևան երկրներին, բնականաբար հասկանալով այդ աջակցության բնույթը, չափը, մանրամասները մենք իհարկե պատրաստ ենք, բայց դա պետքա դիտարկել կոնկրետ դեպքով, կոնկրետ օրինակով, բայց բնականաբար Հայաստանը իր հարևաններին հարկ եղած դեպքում մշտապես աջակցություն, հումանիտար աջակցություն մասնավորապես ցուցաբերել է։ Շատ լավ։ Պարոն Կոնջարյան, տեսեք, մինչև թրիփի մասին խոսակցությունները մենք ունեինք մի իրավիճակ, երբ Ադրբեջանն ասում էր, եթե Սյունիքով անցնող Նախիջևանին կապող ճանապարհը չտրամադրեք, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, ապա այն զենքի ուժով կվերցնի։ Մյուս կողմից Թեհրանը հայտարարում էր, որ հայ-իրանական սահմանը իր երկրի համար կարմիր գիծ է եւ թույլ չի տալու տարածաշրջանում որևէ սահմանների փոփոխություն։ Հիմա այս պատերազմից բնականաբար Իրանը նաեւ որոշ չափով թուլացած դուրս կգա։ Եթե այնուամենայնիվ այս ծրագիրը Թրամփի ուղին չեղարկվի կամ հետաձգվի, ռիսկեր չեք տեսնում, որ օրինակ Ադրբեջանը կարող է կրկին սադրանքի գնալ եւ մերժել օգոստոսի 7-ի պայմանավորվածությունը։ Ես առավել քան վստահ եմ, որ Թրամփի ուղին գործարկվելու է, Թրամփի ուղին չի չեղարկվելու։ Ես վստահ եմ, որ այն գործընթացը, որ մենք սկսել ենք Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման, մենք հաջողությամբ ենք պսակելու եւ ես դա ասում եմ տեղեկացված լինելով այն գործընթացներից, որոնք որ տեղի են ունենում թե Հայաստան-Ադրբեջան, թե Հայաստան-Միացյալ Նահանգներ, թե ավելի լայն տարածաշրջանային process-ների վերաբերյալ եւ ես լավատեսորեն եմ տրամադրված եւ հաշվի առնելով այն բոլոր դժվարությունները, որոնց միջով մենք անցել ենք, մեր երկիրն անցել է հատկապես պատերազմից հետո եւ տարբեր շրջանակներ, տարբեր մարդիկ գուժում էին այսպես վերահաս խնդիրների եւ ապոկալիպսիսների մասին եւ մենք այդ ամեն ինչի միջով անցնելով այսօր ավելի ամուր ենք մեր ոտքին կանգնած որպես պետություն, այսօր ավելի խաղաղ ենք, այսօր ավելի բարգավաճ ենք, այսօր ավելի զարգացող ենք, Հայաստանի տնտեսական զարգացման թվերը շատ ավելի տպավորիչ են եւ բնականաբար Հայաստանը ամուր համագործակցություն է հաստատում իր գործընկերների հետ, թե տարածաշրջանում, թե ավելի լայն տարածաշրջանում եւ միջազգային մակարդակում։ Խաղաղության պայմանագրի մասին խոսենք, այս պահին ինչ փուլում ենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնական Բաքուն դեռևս հայտարարում է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, անկախության մասին հռչակագրին հղումը, որ เป զի կնքվի խաղաղության պայմանագիր, այսինքն սահմանադրությունը բերում է որպես նախապայման խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Առջևում
նախընտրական շրջան է եւ ձեր ընտրողներին օրինակ ինչ եք ասելու, պատրաստ է Հայաստանի իշխանությունը գնալ սահմանադրության փոփոխության, մայրօրենքից հանել անկախության հռչակագրի դրույթը։ Մենք բազմիցս նշել ենք, որ նոր սահմանադրության ընդունման հարցը գտնվում է մեր օրակարգում։ Այդ հարցը մեր օրակարգում գտնվել է դեռևս մինչև 44-օրյա պատերազմը։ Նոր սահմանադրության հարցը բացառապես Հայաստանի ներքին հարցն է եւ որևէ կերպ կապված չէ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ եւ իսկ ինչ վերաբերում է խաղաղության ընդհանուր գործընթացին, խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է նախորդ տարի, ստորագրվել է խաղաղության հռչակագիրը։ Ադրբեջանի հետ մենք հիմա գտնվում ենք շատ ակտիվ գործընթացների մեջ, այդ թվում նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանից ներմուծվել է նավթ եւ ներմուծվում է նավթամթերք, Ադրբեջանի տարածքով Հայաստանը ներմուծվել արդեն մի քանի անգամ նաև հացահատիկ Ռուսաստանից, Ղազախստանից, այսինքն մենք գտնվում ենք շատ ակտիվ աշխատանքների փուլում եւ կարող ենք ասել, որ խաղաղությունը գետնի վրա հաստատված է։ Մենք այժմ մեր նպատակն է խաղաղությունը դարձնել ավելի ինստիտուցիոնալ։ Պարոն Կոնջարյան, եթե ամեն դեպքում Բաքուն չհրաժարվի այս խոսույթից եւ պահանջից, ինչ է անելու պաշտոնական Երևանը։ Ես ուզում եմ, որ մենք առավելապես կենտրոնանանք մեր օրակարգերի վրա, թե մենք ինչ նպատակ ունենք եւ ինչից չենք հրաժարվում մենք։ Իսկ մենք չենք հրաժարվում մեր պետական շահերը հետապնդելուց, մենք չենք հրաժարվում խաղաղության օրակարգից, մենք չենք հրաժարվում այն ստորագրված փաստաթղթերից եւ մասնավորապես օգոստոսի 8-ի հռչակագրից եւ նախաստորագրված խաղաղության համաձայնագրից եւ մենք շարունակելու ենք մեր քաղաքականությունը խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ եւ ես վստահ եմ, որ այս թափանիվը, խաղաղության թափանիվը անշրջելի է, այս գործընթացը մտել է իր ակտիվ կիրարկման փուլ եւ մենք թե Հայաստանում, թե Ադրբեջանում արդեն գետնի վրա եւ շոշափելի կերպով տեսնում ենք խաղաղության պտուղները եւ դա ամենակարևորն է։ Տպավորություն է, որ խաղաղության ձգտումը ավելի շատ Հայաստանում է, քան Ադրբեջանում։ Թե դա սխալ տպավորություն է։ Կարող ենք ասել, որ նույն ընկալումը, նաև նույն ցանկությունը կան նաև Ադրբեջանում, նաև իրենց քաղաքացիների մոտ։ Տեսեք, խաղաղությունը երկկողմանի գործընթաց է։ Մենք չենք կարող խաղաղ լինել ինքներս մեզ հետ միայն, հա։ Մենք պիտի խաղաղ լինենք այն երկրի հետ, որի հետ չենք եղել խաղաղ։ Եվ եթե կա խաղաղության գործընթաց, դա նշանակում է, որ երկու կողմն էլ այդ գործընթացում բնականաբար հետապնդում են սեփական շահերը, բայց որ ամենակարևորն է, ընդհանուր եւ գերակա շահը խաղաղությունն է։ Ամենայն դեպս, երբ որ մենք նայում ենք նաև արված հայտարարություններին 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի նախագահը եւս հայտարարեց, որ կոնֆլիկտը այլևս անցյալում է։ Մենք եւս հայտարարեցինք, որ կոնֆլիկտը այլևս անցյալում է։ Դա չի նշանակում, որ մենք չունենք ցավոտ հարցեր, ցավոտ հիշողություններ, էմոցիաներ, որոնք որ այս կամ այն պահին կարող են դրսևորվել։ Խաղաղության հաստատման ճանապարհը դժվար է, բայց մենք լավատես ենք, որովհետև ես կարծում եմ, որ մենք ամենադժվար մասն արդեն անցել ենք։ Մենք հիմա ունենք խաղաղություն, որը կարիք ունի խնամքի, եւ մենք այդ խաղաղությունը պետքա խնամքով ուժեղացնենք, հա, ոնց է ծառը, երբ որ տնկում ենք, պիտի այդ ծառը ջրենք, պիտի մշակենք, պիտի ուրեմն պահենք, պահպանենք, որպեսզի վայելենք եւ մեր սերունդները վայելեն այդ ծառի տված պտուղները։ Խաղաղությունն էլ այդ ծառն է, որը մենք տնկել ենք եւ պիտի հիմա խնամենք եւ այդ խնամքը երբեք չի դադարելու եւ ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք այդ առաքելությունը պատշաճ իրականացնել։ Խաղաղություն հաստատելու համար կարծում եմ կարևոր է, որ երկրները ինչ տարածքներով են ճանաչում հարևաններին, այս դեպքում մենք Ադրբեջանին եւ հակառակը։ Բայց մյուս կողմից ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանի զորքերը Հայաստանի սուվերեն տարածքում են եւ դեռևս դուրս չեն եկել։ Արժևում խորհրդարանական ընտրություններ են, ջերմուկում բնակվող քաղաքացին ինչ վստահություն ունենա, որ օրինակ քաղաքացիական պայմանագրին ձայն տալով այլևս իր երկրի տարածքում իր տեսադաշտում չի տեսնելու ադրբեջանական դրոշներ եւ ադրբեջանցի զինվորներ։ Տեսեք, մենք մշտապես հայտարարել ենք, որ Հայաստանի օկուպացված տարածքների մասով խնդիրը պետք է լուծվի սահմանազատման ճանապարհով, որ մենք մեր արժև խնդիր չենք դրել ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու, մենք մեր արժև խնդիր ենք դրել խաղաղ բանակցությունների ճանապարհով եւ
սահմանազատման միջոցով այդ խնդիրը կարգավորել եւ մենք բնականաբար շարունակում ենք մնալ մեր այս դիրքորոշմանը։ Իսկ ինչ վերաբերում է թե Հայաստանի քաղաքացիները ջերմուկում կամ Հայաստանի ցանկացած հատվածում ինչ ակնկալիք պիտի ունենան, Հայաստանի բոլոր քաղաքացիները հատկապես սահմանամերձ շրջաններում այսօր տեսնում են, որ խաղաղության տված արդյունքները իրենց համար շահեկան են եւ բարեբեր են եւ մարդիկ տեսնում են, որ խաղաղությունն է իրենց անվտանգության ամենագլխավոր երաշխիքը։ Չկա ավելի կարևոր երաշխիք, քան թե խաղաղությունը, որտեղ այսօր ամենաերաշխավորված խաղաղ հատվածը Հայաստանի Հանրապետության դա Կիրանցն է։ Մի ժամանակ, երբ որ տարբեր շրջանակներ եւ տարբեր ուժեր փորձում էին սահմանազատման հարցը եւ Կիրանցի հարցը դարձնել ներքաղաքական պայթյունի օրակարգ, այսօր այդ բոլոր ուժերը ֆիասկոյի են մատնվել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ամենահանգիստ եւ ամենաերաշխավորված խաղաղությունը հենց Կիրանցում է, որտեղ որ եւ նաեւ այն հատվածներում, որտեղ որ մենք իրականացրեցինք սահմանազատումը, որտեղ որ Հայաստանի Հանրապետության լեգիտիմ միջազգայինորեն ճանաչված սահմանը սահմանազատված է, որտեղ որ այսօր կյանքը զարգանում է, որտեղ որ կառուցվում են լավագույն ժամանակակից դպրոցները, որտեղ որ կառուցվում են տներ մարդկանց կողմից եւ ես կարծում եմ, որ դրանից ավելի լավ երաշխիք չկա։ Շատ լավ։ Պարոն Կոնջորյան, վերջին օրերին սոցիալական տարբեր հարցումներ են հրապարակվում քաղաքական ուժերի ռեյտինգների վերաբերյալ։ Իշխանությունն ասում է, որ պատրաստվում է երրորդ հեղափոխության։ Ընդդիմությունն ասում է, որ 50+1% ձայն են հավաքելու խորհրդարանում։ Եթե նման սցենար լինի, այսօրվա գործող իշխանությունը պատրաստ է դառնալ խորհրդարանական ընդդիմություն։ Ես վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը ստանալու է սահմանադրական մեծամասնություն եւ ես վստահ եմ դրանում այն բանի համար, թե մենք ինչ ենք արել այս ընթացքում, որտեղ այս մանավանդ երբ որ մենք շրջում ենք Հայաստանի Հանրապետության բնակավայրերով, մարզերով, քաղաքներով, մենք տեսնում ենք, որ առաջին հերթին խաղաղության օրակարգը հաստատված է, խաղաղության օրակարգը հաղթել է, խաղաղությունը հաստատված է եւ մարդիկ դա գնահատում են։ Ես տեսնում եմ մեր իրականացրած ռեֆորմները։ Ես տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են ողջավորված այն նոր հնարավորություններով, որ բացվում է խաղաղության հետ։ Ես տեսնում եմ, թե մարդիկ ոնց են ողջավորված առողջապահության ապահովագրությամբ։ Ես տեսնում եմ, թե ինչպես են թոշակառուները ողջավորված թոշակների բարձրացմամբ։ Ես տեսնում եմ, թե ոնց են գործարարները ողջավորված այն ազատությամբ, որ իրենք ունեն։ Ես տեսնում եմ, թե ոնց են ողջավորված այն սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ, ովքեր ասում են, որ այսօր իրենք կարող են իրենց հանգիստ իրենց տունը կառուցել սահմանին։ Ես տեսնում եմ, թե ոնց են ողջավորված զինծառայողների ծնողները, ովքեր ասում են, որ հիմա իրենք իրենց երեխաներին, ամուսիններին հանգիստ խղճող են ուղարկում սահման։ Եվ ես սա տեսնելով վստահաբար ասում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 7-ին ստանալու է բացարձակ մեծամասնություն, սահմանադրական մեծամասնություն։ Շնորհակալություն, պարոն Կոնջորյան։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։